շնորհակալ եմ քեզանից այս պահի համար, օրհնում եմ քո խոսքը Տեր, թող որ երկսայրի սուրի պես հպվի մեզ եւ զորացնի մեզ, հաստատի մեզ քո կամքի համաձայն։ Շնորհակալ եմ քեզանից, Հայր, փառավորվես, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Ալելույա, ամեն։ Գործք առաքելոց առաջի գլուխ առաջի համարից ուզում եմ կարդամ։ Առաջի պատմությունը արի, ով Թեոփիլ է, ամեն բանի համար, որ Հիսուս սկսեց անել եւ սովորեցնել։ Տես կարդում ես եւ անցնում ես այս սենց համարները, որտեղ թվում է թե խորություն չկա, բայց Աստված ինձ կանգնեցրեց հենց այս համարի վրա։ Եվ շատ իմ համար նույնպես հայտնություն էր այստեղ շատ բաներ սովորելը։ Նախ ասեմ, որ Գործք առաքելոցը գրել է Ավետարանիչ Ղուկասը, որը նաև բժիշկ էր։ Եվ ընդհանրապես Ղուկասի ավետարանը եւ Գործք առաքելոցը շատ յուրովի է գրված, շատ ավելի իմաստուն ձևով, ավելի մանրակրկիտ, կարևորները կարևորելով եւ շատ մանրակրկիտ ներկայացնելով, ինչպես բժիշկներն են անում իրենց աշխատանքը։ Եվ հետաքրքիրը նա է, որ երբ որ ես կարդում էի Ղուկասի ավետարանը, ուզում եմ մի հատ բացենք միասին այդ հենց առաջի համարը, շատ հետաքրքիր է, երբեք չէի տեսել այս ծառայության ժամանակ պատրաստվելուց տեսա, որ Ղուկասի առաջի գլխի առաջի համարը, որովհետև շատերը ձեռնարկեցին, ավելի ճիշտ կլինի երրորդից կարդամ, որովհետև առաջինում չի վերաբերում այդքան, բայց երրորդը հենց այսպես է գրված. Ես էլ որ սկզբից բոլոր բաների ճշմարտությունը հետևեցի, կամեցա կարգավ գրել քեզ, ով պատվական Թեոփիլ է։ Ու ինձ համար մի հատ սենց հարց առաջացավ, ով է այս Թեոփիլեն, որ Ղուկաս ավետարանիչը համ Գործք առաքելոցն է ուղղել իրեն, համ ավետարանը, ու այս մարդու մասին այլևս Աստվածաշնչում, որքան ես տեղյակ եմ, չկա գրված։ Եվ նախ ասեմ, որ մեր Աստվածաշունչը համեմատելով, ասենք, մնացած կրոնների գրքերին, Կորանը, բուդդիստների գիրքը, հինդուիստների, չգիտեմ, այնտեղ ուրիշ շարժերի, դիվային շարժերը նույնպես ունեն իրենց գրքերը։ Մեր Աստվածաշունչը հիմնված է փաստերի վրա, պատմական գիրք է նաև, եթե մի կողմ դնենք, որ հոգևոր է, որ ամենակարևորն է, Աստծո շունչով է գրված, նաև փաստերով գիրք է ինքը։ Եվ այստեղ երկու անգամ Ղուկաս ավետարանիչը բժիշկ լինելով, եւ դու գիտեք, որ բժիշկները հենց այնպես բաներ չեն գրելու գրի կամ նրանք փաստերի հիման վրա։ Ես բժիշկների հետ շփվելուց հասկացել եմ, որ անգամ էմոցիոնալ դաշտում դու փորձես նրանցից այդ էմոցիոնալ ինչ որ բառեր կորզես, իրանք չեն անում։ Իրանք ասում են այն ինչ որ կա, տեսել են, գիտեն, սովորել են, հասկանում եք, եւ ես հավատում եմ, որ Ղուկաս ավետարանիչ այստեղ ինչ որ գրել, ասում է, ես գրեցի քեզ, որպիսի հասկանաս, որ այս ամեն ինչը Աստծո արքայության համար եմ խոսում եւ ես տեղյակ եմ այս ամեն ինչից, ես ներկա եմ եղել եւ որոնց չարչարանքներից հետո իրենց կենթանի կանգնեցնելուց շատ ապացույցներով 40 օրվա միջոցով երևաց Աստծո արքայության համար խոսելով։ Այսինքն այստեղ հստակ գրված է, որ 40 օր հարությունից հետո Հիսուսը երևաց եւ գրքերում գրվածը ապացուցեց մեզ, որ մենք էլ տեսանք եւ փոխանցում ենք ձեզ,
ով Թեոփիլ է։ Եվ երբ որ սկսեցի նայել այս անունը ինտերնետում փնտրեցի, շատ աստվածաբանական այդ շարժերի մեջ գրված էր, որ Թեոփիլեն մարդ չի։ Այս պատմությունը գրվել է նրան, ուղված է եղել նրան, բայց Աստվածաշնչում նրա մասին ոչ մի տեղեկություն չկա։ Այլ Թեոփիլը նշանակում է բառացիորեն թարգմանված Աստծո ընկեր կամ սիրելի։ Հասկանում ենք, որ ընդհանրապես Ղուկաս ավետարանիչը իր ուղերձները մեզ ա ուղղել, ովքեր որ Աստծո սիրելիներն են։ Հենց Թեոփիլը նշանակում է Աստծոն հետևորդներ, Աստծոն սիրողներ եւ Աստծուց սիրվածներ։ Եվ սա իմ համար հայտնություններ, իհարկե հոգուց չէր, այլ փնտրտուքներից ես զգացի, որ այստեղ մի բան կա, որ Ղուկաս ավետարանիչը երկու իր ուղերձներում էլ նրան ա ուղում։ Եվ փառք Տիրոջը, որ մեզ ա ուղված այս գրքերը։ Եվ դրա համար մենք պետք է հետևենք եւ շատ խորքային ուսումնասիրենք Աստծո խոսքը։ Գիտեք, նաև հին ժամանակներում տղամարդու խոսքը հрьяաների մոտ ավելի բարձր եւ կարելի ասել բարձր տեղ ուներ, իսկ կնոջ խոսքը ոչ։ Եվ վկաները, ինչպես նաև այսօր, երկու վկաներով հաստատվում է դատարանում այդ ամեն ինչը որ դատվում է։ Եվ այստեղ ոչ թե մի անգամ, ոչ թե երկու անգամ, ամբողջ Աստվածաշունչը լեփ-լեցուն է, մանավանդ աշակերտները, որ ապրեցին Հիսուսի հետ, գրում են մենք ներկա ենք, մենք տեսանք նրան։ Եվ ինչպես գիտեք, ես դասավանդում եմ դպրոցում քրիստոնեության առարկա եւ անցած շաբաթ մի sense դասաժամ ունենք, որ 4 դասատուներ տարբեր ճյուղերի պատկանող միացրել էինք երեխաներին եւ այնտեղ ամեն մեկս պատմում էինք մեր ուղղվածության մասին, բողոքական շարժի, իսլամի, կաթոլիկ շարժի եւ անաստվածության, որոնք որ չեն հավատում Աստծո գոյությանը։ Եվ ես եւ իսլամի դասատուն միասին էինք երեխաներին պատմում մեր շարժի մասին եւ սկզբից ես թույլ տվեցի, ասի դու խոսիր սկզբից քո կրոնի մասին։ Եվ գիտես, այնպիսի ջատագովությամբ, համոզմունքներով նա պատմում էր իրենց Կորանի մասին, Մուհամեդի մասին, եւ երբ որ ես լսում էի, ներսս մի տակնու վրա էր լինում։ Գիտես, Մուհամեդը ծնվել է 571 թվականին։ Հիսուսից 500 տարի, 570 տարի հետո է այդ մարդը ծնվել։ Եվ չի ունեցել սուրբ կյանք, ոնց որ մեր Տեր Հիսուսը։ Աստվածաշունչը հենց իր մեջ կա այդ բառերի բացատրությունը, Աստծո շնչով գրված գիրք է։ Իսկ Մուհամեդը ինչ որ գրել է, նա գողացել է Կորանը ընդհանրապես հավաքածու գրքերից է, վերցված Աստվածաշնչից, վերցված է Տորայից, հա, հрьяաների եւ ինչ որ ինքը իր այդ խառնաշփոտում առել է, ինչ որ ուժերից գրել է այդտեղ։ Եվ երբ որ ինքը ավարտեց, ես ամբողջ իմ որոշածը, որ պիտի ասեի, փոխեցի։ Ես սկսեցի հակադարձել իրեն նախ իր համար, ոչ թե հակադարձել, որպեսզի ապացուցեմ, այլ որ իրանք զգան ճշմարտության այդ ջիղ կա ինչ որ եւ փնտրեն, եւ երեխաների համար։ Եվ ասեցի Աստվածաշունչը դա փաստերի վրա հիմնված գիրք է, դա գրվել է Կորանից շուտ։ Հիսուսը ծնվել է Մուհամեդից շուտ է ծնվել, ճիշտ է, այդպես չասեցի, բայց ասեցի Հիսուսի ծնունդից հաշվվել է
օրացույցը քրիստոնեության եւ այն ինչ որ գրվել է Աստվածաշնչում եւ շեշտեցի նրա ծնունդը, նրա հրաշքները, նրա խաչելությունն ու հարությունը եւ փառահեղ աստվածությունը եւ Աստծո որդի, երբ որ դու ասում ես սա իրանց մեջ մի հատ դիվային բան է, ատակայ է սկսում, երբ որ ասում ես Քրիստոսն Աստված է եւ Աստծո որդի է, հարությունը առել եւ շուտով ետ է գալու եւ զգացի, որ հայացքները լրիվ խառնվեց։ Գիտես, այս փաստերը մենք ունենք, վկաների միջոցով է գրվել Աստվածաշունչը։ Նրանք տեսել են ավետարանիչները մեր Ղուկասը, Մատթեոսը, 12 առաքյալները, նրանք տեսել են Հիսուսին եւ գրել են։ Այսօր 570 տարի հետո մի հատ Մուհամեդ ա ծնվել։ Ու ինչ ասես գրել է Հիսուսի մասին, որը մեր Աստվածաշնչում չկա։ Եվ հետո, երբ որ դասը ավարտվեց, ես մեկ ուրիշ իսլամի դասատուին ասում եմ, որ մեր Աստվածաշնչում ինչ որ գրված է Հիսուսի մասին, դա նման չի ձեր Իսայի մասին։ Դրանք տարբեր պատմություններ են եւ մեր տեոլոգները, մեր աստվածաբանները հերքում են դա նույն մարդու մասին չի, նույն Քրիստոս Աստծո մասին չի ձեր Կորանի մեջ գրված։ Եվ ինքը սենց գլխով էր անում, որ իմ հետ համամիտ է, բայց մեծ հարցական աչքերով, որ տեղից այս ամեն ինչը մենք ոնց մարսենք սա։ Գիտես, դա դարերով եկած ինֆորմացիա է, որը ստի վրա է։ Ասում է ձեր Հիսուսը ծնված օրից խոսել է մեր մոտ գրված է։ Ասում եմ նման ինֆորմացիա չկա մեր Աստվածաշնչում։ Քրիստոսը ծնված օրից չի խոսել։ Կամ չգիտեմ, միգուցե, բայց մեր մոտ նման ինֆորմացիա չկա։ Այդ ոնց եղավ, որ Մարիամը, որ մեր մոտ ավելի, ասենք, ինքը գլխավոր դերեժում է, մեզ քրիստոնյաներիս այդ ինֆորմացիան չի փոխանցել իր երեխու խոսալու, Մուհամեդն է իմացել ու փոխանցել իրանց։ Բայց դե սա մի ուրիշ թեմա է, ուզում եմ ասեմ, սա այնքան գեղեցիկ է, որ դու ապացույց ունես, այս խոսքը Ղուկաս ավետարանը շատ գեղեցիկ է ասում, որ 40 օրվա միջոցով երևաց նրանց եւ Աստծո արքայության համար խոսեց։ Ոչ թե մենք այսօր որ հպարտանանք իմաստությունով, մեր գիտությունով, ոչ, որպիսի Աստծո արքայությունը կառուցվի։ Եվ երեխաներից մեկը այսօր էր կակրաս ինձ հարցնում, ասում է, դասատու ոնց ասեց, իրանց չի սիրում, չէ Աստված մուսուլմաններին։ Ասեցի, ինչ ես կարծում, ով է ստեղծել մուսուլմաններին, բուդդիստներին, նաև այդ աթեիստներին։ Աստված ասեց։ Ինչ է քեզ թվում, եթե մենք մեր ծնողներին չենք լսում, մեր մամաները, պապաները մեզանից զզվում են, ատում են մեզ ու դուրս են շպրտում։ Ոչ, էդ էլ հլը մահկանացու մեղավոր մայրերն ու հայրերի մասին է խոսքը։ Ուր մնաց երկնային սիրով լցված հայր Աստվածը իր արարչագործությունը սիրում է եւ ամեն բան անում է, որ իրանք ճշմարտությանը գան։ Այդ երեխու մոտ էլ, գիտես, այնքան հետաքրքիր է, այս վերջերս եմ սենց զգացել, բաներ կա, որ կոշտացած ստեր է մեր մեջ, ոչ ճշմարտություններ եւ պետք է գա ճշմարտությունը, որ ազատի այդ ամեն կոշկորներից, որոնք դողմաներ են, որոնք հոգևոր են, բայց ոչ ճշմարտություն, հոգևոր նյուանսներ կա իրանց մեջ, բայց ոչ ճշմարտություն են։ Եվ այսօր սա նույնպես շատ կարևոր է։ Այստեղ նաև մի բան, որ 40 օրվա մասին է խոսում, ես էլ սենց մի պահ կանգ առ, ասացի Տեր ջան, ինչի նկատի ունես 40 օր նա Աստծո արքայության համար խոսեց իրենց հետ։ Եվ ինձ թվում է մեր հայերը այդ որ 40 են պահում այդ մեռելների, հա, ինչ որ տենց օր կա, որ 40 օր այդ մեռելը ֆրֆռում է այդ տների մեջ, հայլիներ են փակում, եսի ինչեր են անում։ Գիտես, սա շատ շեղված ուսմունք է, շատ շեղված։ Ոչ ոք Քրիստոս չի, ոչ ոք այդ մեսիջը չունի Քրիստոսի, որ գա ու երևա։ Այո, կգան կերևան այդ 40 օրվա մեջ, ինչ որ բաներ կշարժվի, բայց դրանք դևեր են։
Աստվածաշունչը նման ուսմունք չի սովորեցնում մահկանացուների մասին մեր մասին, այլ Քրիստոս արեց միայն դա։ Դրանից հետո մենք երբեք Աստվածաշնչում չենք հանդիպում, որ 40 օրվա մեջ Սուրբ Պետրոսը երևաց, Հովանեսը երևաց իր մահից հետո, ոչ, դա հենց Քրիստոսին էր վերաբերվում։ Նա գլոբալ աշխարհի փրկության ծրագիր պիտի ժառանգություն թողեր եւ նա նաեւ պիտի նրանց հավատքը հաստատեր, որ ինքը չի մահացել, որ ինքը կենդանի է, որ ինքը հարություն է առել, պիտի երևար, խոսեր, գրքերը բացատրեր, գրված է նաեւ։ Եվ նրան միասին ժողոված ժամանակ պատվեր էր տալիս նրանց Երուսաղեմից չհեռանալ։ Գիտես, սա էլ շատ կարևոր է, միաբանության խորհուրդը։ Այսօր սատանան խանգարել է, խախտել է միաբանության խորհուրդը։ Այսօր բոլորը ուզում են իրենց կոմֆորտը, իրենց հանգիստը եւ խոսում ես հոգեվորների հետ զգում ես, այնքան են թուլացել, որ շնչահեղձ են լինում։ Կարծես sense երկու մատով սատանեն շատերին խեղտամահ արել։ Եվ ընդհանրապես մեջները էներգիա չի մնացել, որ միաբանության մեջ լինեն։ Եվ այդտեղ էլ որ լինում են, ախր բոլորն են այդպես դարձել։ Ինչի համար լինես այդտեղ, ով կբերի տիրոջ ներկայությունը այդտեղ։ Դա էլ շատ մեծ խնդիր է, որովհետև սրբությունը պակասել է, տեսիլքը կորել է, մարդիկ թողել են ճշմարիտ այդ շարժը, եւ այսօր ունենք այն, ինչ որ ունենք, բայց Քրիստոս ասեց. Երուսաղեմում մնացեք, ես ձեզ հետ ծրագիր ունեմ։ Սպասեք հորը, որ ավետի սպասելով հոր ավետիքին, որ ասեց ինձանից լսեցիք, որովհետև Հովանեսը ջրով մկրտեց։ Սա ամենակարևոր մեսիջներից մեկն էր, բայց դուք Սուրբ Հոգով կմկրտվեք ոչ թե շատ օրեր սրանից հետո։ Եվ նրանք մեկտեղ գնալով հարցնում էին նրան եւ ասում. Տեր, այս ժամանակներում ես կանգնեցնելու Իսրայելի թագավորությունը։ Եվ նա ասաց նրան, ձեր բանը չէ գիտենալ ժամերն ու ժամանակները, որ հայրը իր իշխանությունումը դնի։ Այսքան մասի վրա ուզում եմ կիսվեմ այն, ինչը որ Աստված ցույց տվեց ինձ։ Ընդհանրապես տղամարդը կամ այստեղ Հիսուսին մենակ տղամարդ անվանելը շատ թերի կլինի։ Աստծո որդին, Աստված, որը մեծ գլոբալ տեսիլք ուներ եւ աշխարհում երբեք ինչ որ մեկը չի ունեցել այսքան մեծ տեսիլք, ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Եվ այդպիսի մեկը մանավանդ տղամարդ, Աստված, մեծ տեսիլքագիր, իր մահից կամ հափշտակվելուց առաջ նա տալիս է ամենակարևոր բաները։ Հասկանում եք, նա գիտի, որ գնալու է եւ ասում է այն, որ ամենակարևորն է։ Եթե ինձ հարցնեք, ես կասեմ սրանք գործկառակելոցի առաջի գլխում գրված այս համարները ամենակարևոր համարներից մեկն են։ Քրիստոսի միսիան ասա, նրա տեսիլքն է։ Եվ ինչ էր ասում Հիսուսը, որ մնացեք Երուսաղեմում։ Եվ դա հենց Երուսաղեմ նշանակում է անմիջական քո ընտանիքը, քո տարածքը, եղիր այդտեղ, որովհետև կմկրտվեք Սուրբ Հոգով, այսինքն ներքին փոփոխություն կգա։ Սա խոսում է ոչ թե պարզապես կրոնակ Սուրբ Հոգուց տրված զորության մասին եւ այն մեծ տեսիլքը, որ Քրիստոս ուներ, նրանք կարող էին իրագործել միմիայն աստվածային ներգործությունով, Սուրբ Հոգու շարժով։ Ես գիտեմ, այստեղ մարդիկ կան, որ այս թեմաների մասին պիտի խորքային ուսուցում ստանան։ Ինձ երբ որ աղոթում էի, Տերն ասեց, որ թերի է ուսմունքը, ուզում եմ, որ սովորեցնես, եւ ինչու՞ չէ, ես ինքս էլ շատ բաներ սովորում եմ, երբ որ պատրաստվում եմ
որովհետև կարիք ունենք նորոգելու, միացենց update լինելու, վերականգնվելու եւ ինչու՞ չէ նոր բաներ վերցնելու։ Եվ Աստվածայինը մարդու ներսում, Աստված մեր մեջ, Սուրբ Հոգի Աստվածը խոստացվեց Քրիստոսից, որ կգա մեր մեջ, եւ դուք ունենաք նոր սիրտ, նոր մտածելակերպ, կենթանի կապ Հայր Աստծո հետ Սուրբ Հոգու միջոցով։ Հիսուսը այստեղ փաստորեն ասում է, դուք չեք կարող իմ գործը շարունակել ձեր սեփական ուժերով։ Սա խորը ճշմարտություն է նաև այսօր մեզ համար, Արս եկեղեցու համար, այս 2000 թվականների եկեղեցու համար։ Քրիստոնյաները միայն կրոն պահելով, երգելով, անգիրանելով, համարները ուրախանալով, իրար տեսնելով, դրանով չենք հաղթելու մենք դիվային ուժերին, այն ընթացքը, որի մեջ որ Տերը մեզ դրել է, այլ միմիայն Աստծո հոգու զորությունով, այն որ մեր ներսը դրված է։ Եվ գրված է, ոչ թե գրված է մենակ հոգին կստանա կոմֆորտ կլինի ձեր համար, ոչ, գրված է եւ դրա հետ միասին զորություն կստանաք։ Եվ այդ զորությունը շատ մեծ իշխանություն տվեց նաև հարս եկեղեցուն, ոչ թե մարդկային, այլ աստվածային ուժ։ Այստեղ նաև զորություն բառը հունարեն դինամիս բառն է օգտագործվում, որը նշանակում է ուժ, կարողություն։ Սա կարևոր է, որովհետև աշակերտները սովորական մարդիկ են, իմ եւ քո պես։ Չունեին ոչ մի իշխանություն, անգամ կրթություն չունեին, ոչ մի ազդեցություն չունեին, պատկերացնում եք, բայց ամբողջ աշխարհը քրիստոնեություն քարոզեցին եւ նրանք փոխեցին այդ հոսանքի ուղությունը փոխեցին, կարելի ասել։ Մի նոր կրոն էր քրիստոնեությունը, աղանդ էր համարվում Գործք առաքելոցի մեջ ասում են նազովրեցիների աղանդն է սա։ Հասկանում եք, եւ աղանդ ընդհանրապես նշանակում է նոր շարժ, նոր բան, ոչ թե միշտ սխալ բանին են ասում աղանդ։ Հունարեն նույնպես թե լատիներեն սեկտիզմը, սեկտիզմը նշանակում է նոր շարժ։ Եվ դա ասում է թե շեղված շարժերին եւ թե նորաստեղծ շարժերին։ Եվ պետք է փաստենք այստեղ, որ մենք մեր ուժով ոչինչ չենք կարող անել։ Եվ տեսել եմ, ես շատ եմ տեսել հոգևորների, որոնք ինչ որ բաներ են անում իրենց ուժով եւ ոչինչ չի ստացվում նրանց մոտ։ Եվ ասում է կգնաք եւ իմ վկաները կլինեք։ Մենք չենք գնում մեր արքայությունը, մենք գնում ենք վկայելու նրա մասին, որտեղ նրանից ենք զորություն ստացել։ Եվ Հիսուսը չի ասում, որ մենք կլինենք դասախոսներ իշխանությունով, իշխանություն այդ իշխանության մասին չէ, այսինքն այստեղ ինչ որ բարձր պաշտոններ կզբաղեցնենք, միգուցե այնպես չի, որ չենք կարող, եթե Տերը կամենա կարող ենք։ Ամեն բան կարող ենք մեզ զորացնող Քրիստոսով, բայց դա չի նրա գլխավոր նպատակը։ Այն ուզում է, որ մենք նրա վկաները լինենք։ Պատմենք այն ամենի մասին, ինչ որ տեսել ենք։ Եվ սա տեսել էին աշակերտները Քրիստոսին, ապրել էին նրա հետ եւ նրանց կյանքերով էին վկայում եւ ոչ միայն բառեր էր, որտեվ Աստծո մեր ավետարանը զորության ավետարանա, հա, եթե մարդիկ միայն խոսում են եւ ոչ մի զորություն չի գործում, ոչ մի հրաշքներ, ազատագրումներ, վերականգնումներ իրավիճակների, դա դատարկ խոսքեր են, դրանք խաբեություններ են, դրանք շեղված ուսմունքներ են, դրանք հպարտությունով լցված խոսքեր են։ Պետք է Աստծո եկեղեցում գործի զորության պարգևները։ Եվ ինչ է անում իրականում մարդու ներսում այդ աստվածային զորությունը, որը որ հենց Սուրբ Հոգի Աստվածն է մեր մեջ բնակվում։ Նա նախ ներսից փոխում է մեզ եւ վախը դարձնում է համարձակություն, կասկածը վստահություն
եսասիրությունը սերի է փոխում։ Դու սկսում ես ավելի հստակ հասկանալ ինչ է ճիշտը եւ ինչ է սխալը քո կյանքում եւ իրավիճակներում։ Դու կարողանում ես ապրել հավատքով, խոսել Աստծո մասին առանց վախի, իրական օրինակներով, աստվածաշնչյան եւ քո կյանքից։ Նույնպես աշակերտները, ովքեր վախենում էին եւ թաքնվել էին, հա, եկեք հիշենք, նոր ենք կարդացել Հովանեսի ավետարանը, բոլորը փախան։ Անկամ մարգարեության մեջ կա գրված, ասում է, կխփեմ հովին եւ հոտը կցրվի։ Ով մնաց, մեկը չմնաց, մի Պետրոս, որ այտենց համարցակներ մեջների, այն էլ չդիմացավ, ուրացավ, բոլորը փախան։ Եվ կարդում ես գործ կառաքելոց, որտեղ երկրորդ գլխից նրանք լցվում են Սուրբ Հոգու զորությունով, բացարձակ տարբեր բնույթի մարդիկ են մեր առջև բացվում։ Պետրոսը նրան խաչում էին, ասեց արժան չեմ, նա չփախավ, չվախեցավ։ Ինչ կատարվեց, նրա մեջ եկավ այդ զորավոր հոգին, հասկանալով, որ միակ ճանապարհը Քրիստոսն է, ինչպես նա մի տեղ ասում է, որ Հիսուսն ասում է, ուզում եք դուք էլ գնացեք, ասում է, ուր գնանք Տեր, քո մոտ են միայն կյանքի խոսքերը։ Եվ ինչ փոխվեց, ոչ թե նրանց բնավորությունը միայն, այլ նրանց մեջ գործում էր աստվածային զորությունը։ Եվ հունարեն այդ գործող զորավոր ուժ է նշանակում, հա, զորությունը։ Եվ ինչպես գիտենք, նաև ուղղված է հենց հրեաներին, եբրայերենում նշանակում է զորություն բառը Աստծո կենդանի ներկայության իշխանությունը։ Նորից ասեմ, Աստծո կենդանի ներկայության իշխանությունը, որ Աստվածը տեղ է եւ համագործակցում է քո հետ։ Եվ նաև, ինչպես գիտեք, Սուրբ Հոգին եբրայերենում ռուախն է, որը որ իր մեջ ներառում է նաև քամի, կրակ եւ այդ զորություն աստվածային։ Դինամիս հունարենում նշանակում է գործող զորություն, շարժի մեջ եղող զորություն, ոչ թե пассив, այլ դինամիս։ Եվ սրանք շատ կարևոր են մեր հաջորդ ընթացքի համար, որովհետև եթե մենք չգիտակցենք ուր ենք գնում, ինչ զորությունով ենք գնում, մենք կկաղենք մեր աստվածաբանության, մեր աստված շարժի մեջ։ Պետքա որ մենք հզոր հայտնություններով շարժվենք Աստծո խոսքի զորությունով։ Եվ ուզում եմ նաև մի համարի վրա մի փոքր կենտրոնանամ, որը որ իմ համար ամենակարևորն է, ինչպես ասեցի, որ Հիսուս իր հափշտակվելուց առաջ ամենակարևոր բաներն ասեց, եւ սա իմ համար ամենակարևորն է Աստվածաշնչում, 8-րդ համարը, կարող ես գծել, նշել քո մոտ այս համարը, շատ կարևոր է, անգիր սովորես։ Եվ գրված է այսպես. բայց դուք զորություն կառնեք, երբ որ հոգին ձեր վրա գա, եւ իմ վկաները կլինեք Երուսաղեմում եւ բոլոր Հրեաստանի եւ Սամարիայի մեջ, մինչև երկրի ծայրերը։ Հալելույա։ Հասկանում ես, այստեղ մի բան ա Տերը տալիս իրանց, որ պիտի իրանք մարսեն, սա իրանց մտքից վեր էր, այստեղ իրանք դեռ չէին ճաշակել Սուրբ Հոգու այդ ամբողջ զորությունը եւ անգամ չգիտեին ինչ է այդ դինամիկան, զորությունը, այդ շարժող ուժը, բայց ասում է, երբ որ մեկտեղ կլինեք Երուսաղեմում, ձեր վրա կգա այդ զորավոր հոգին։ Այսօր շատերը համարձակություն ունեն խոսելու Սուրբ Հոգու մկրտության դեմ, դատելու։ Լսեք, ամբողջ Աստվածաշունչը լեփ-լեցուն է, որ Տերը հոգին խոստացել է եւ հենց այնպես չի, որ մենք գործ կառաքելոցն ենք նայում։ Տերը ուզում է մի հատ շարժ տա։
Տերն ուզում է մեզ տանի այդ Սուրբ Հոգու դաշտ, այդ գերբնականի դաշտը, որ դու հասկանաս, որ դու միայն դու չես, դու քո մեջ կրում ես Աստծուն, Սուրբ Հոգուն։ Եվ ասма Հովանեսը մկրտում էր ջրով, բայց դուք Սուրբ Հոգով կմկրտվեք, ոչ թե շատ օրեր սրանից հետո, այսինքն այ հեսա լինելույա, ու իրականում Պենտեկոստեի օրերը, եւ ինչպես գիտեք, Պենտեկոստը դա 40 օր Հիսուսը երևաց, հապ շտակվեց եւ 10 օր հետո նրանք մկրտվեցին։ 10 օր հետո 50, այսինքն նաև հենց այդ շարժը Պենտեկոստեի նշանակում է 50 օր եւ սա նույնպես համընկնում է հրեական տոնին, որը որ շատ շուտով կունենանք խորքային ուսուցում այդ տոնի մասին։ Եվ գիտես Տիմոթեոսի մեջ Պողոս Արաքյանը նաև մի գեղեցիկ բան ասում, որ ասում է նրանք Աստծո կերպարանք ունեն, բայց զորությունը ուրացել են։ Ես չեմ ուզում, որ դու այստեղ լինես ու զորությունը ուրացած լինես։ Ես ուզում եմ, որ դու աղոթես եւ դևերը փախնեն։ Ես ուզում եմ, որ մենք աղոթենք եւ հիվանդները բժշկվեն։ Ես ուզում եմ, որ մենք քայլենք եւ մեր շողքից բժշկվեն։ Ինչու այն ժամանակ լինում էր եւ հիմա մի փոքր կամ ավելի շատ թուլացել ենք ու տկարացել, ինչի չի գործում այդ դինամիս զորությունը, այդ շարժող ուժը, այդ Աստծո շարժը, որովհետև մենք ինքներս նրան թուլացրել ենք մեր մեջ։ Նա շարժում այն չափով, որ դու նրան թույլ ես տալիս քո մեջ։ Մի ուրացիր այդ զորությունը քո ամբողջ շարժի համար է, քո ուրախության համար է տրվել։ Գիտես ինչ ուրախություն է, երբ որ դու աղոթում ես եւ դևերը սրսռում են քեզանից։ Ինչ ուրախություն է, երբ որ աղոթում ես եւ հիվանդը բժշկվում է։ Եվ փառք Տիրոջը դեռ ես տեսնում եմ։ Ես տեսնում եմ իմ ծառայությունների մեջ, ես տեսնում եմ աշխարհով մեկ օծված քույրեր եղբայրների ծառայություններում եւ դա կարագ նաեւ բոլորիս կյանքում գործի, որովհետեւ նա չի ասում ոմանց տվեցի դևեր հանելու պարգևը, ոչ Ղուկասի 10:19-ում ես այստեղ այդ համար այնքան եմ ասել, որ տալիս եմ ձեզ բոլորին իշխանություն, տրված է, բայց դու բանեցնում ես քո հավատքի չափով, քեզ տրված է այդ իշխանությունը, կողելու օծերին եւ կարիճներին, եւ ողջ նրանց զորությանը, եւ ձեզ ոչինչ չեն անի։ Սա իմ ժառանգությունն է, եւ եթե հավատում ես, ասա ամեն, սա նաեւ իմ ժառանգությունն է։ Այս զորությունը Տերը խոստացել է եւ ուզում է, եթե թուլացել է քո մեջ զորությունը Տիրոջ, Տերն ուզում է վերականգնի, Տերն ուզում է լցնի քեզ։ Նաեւ գրված է, որ Հովանես Մկրտիչը մկրտում էր ձեզ ջրով, բայց նրանից հետո եկողը ձեզ կմկրտի ջրով եւ կրակով, եւ այդ կրակի զորությունն է, որ այսօր թուլացել է եկեղեցիներում, եւ Տերն ուզում է վերականգնի, Տերն ուզում է այդ կրակի զորությունով շարժվես, որպիսի չթուլանաս, չտկարանաս, որ ոչ թե քո շարժից լինի, այլ այդ կրակը անի, քո առաջից կգնամ, քո ներսից նա մաշող կրակը, այն իշխանությունը, որ քո մեջ է նրանից այնքան զորավոր է, որ դևերը դու վախենում ես նրանցից, բայց նրանք սարսափում են քո միջինից, որովհետև մեծ է գրված է նա, որ քո մեջ է, քան թե նա, որ դրսում է։ Ասա մեծ է այն հոգին, որի մեջ է, արարիչն իմ մեջ է, նա հզոր Աստված է, եւ ոչինչ իմ դեմ շինած գործիք չի գործելու, որովհետև տերերի Տերը իմ մեջ է, ես կրակների միջով կանցնեմ եւ չեմ այրվի, այլ ոսկի պես Տերը կբարձրացնի եւ բարձր տեղերում պատվական անոթ կօգտագործի քեզ։ Հալելույա, փառք ես Տեր, շնորհակալ եմ քո զորությունը թող լինի մեր ուրախությունը, մեր ուրախության զորությունը Տեր դու ես Տեր, շնորհակալ եմ քեզանից։ Եվ մի բան, որ այսօր տենց խոսում էի մեր տղայիս հետ տանը, հա, խոսում էի, որ
Մենք շատ ենք տկարացել։ Տերը այստեղ իրանց մեծ բան ասեց, մեծ բան։ Մենք մեր հնարավորությունների հետ համեմատելու չի։ Նրանք չունեն ինքնաթիռներ, գնացքներ, ավտոմեքենաներ։ Նրանց ասեց գնացեք։ Ուր Երուսաղեմ, այսինքն իրենց մոտերը։ Բայց դրանով չէր բավարարվում, Տերը ասեց գնացեք նաև Հրեաստան եւ Սամարիա եւ միջև երկրի ծայրերը գնացեք։ Հո, հալելույա։ Այսօր այո կան մի քանի հոգի ընտրվածներ գնում են։ Բա դու, ուր ես գնում դու, ինչ ես անում դու, ես, մենք պասիվացել ենք, բայց ես ուզում եմ այսօր, որ դու շարժվես քո տեղից, շարժիր քեզ, շարժիր, Տերը ծրագիր ունի քո հետ, այդ կոմֆորտի տեղից վերցրու քեզ ու շպրտիր Տիրոջ դաշտ։ Գիտես, Եղիան գնացել պարկել էր ու ասում էր հերիքա, ես ուզում եմ պարկեմ այստեղ ու քնեմ ու մեռնեմ։ Ոչ Տերը վերցրեց իրան, կերակրեց ու շպրտեց, որտեղ մեծ ծրագիր ուներ Եղիայի հետ, այնքան գործ էր արել, չէր ուզում նրան թողեր այդպես վերանա գնա, ոչ նա ուզում էր սուտ մարգարեների գլուխ կտրեր, քո միջոցով Տերը ծրագիր ունի, բայց դու նստել ես, Տերն ասում է վեր կաց, կանգնիր, կերակրվիր, վերականգնվիր ու գնա քո գործին, իմ գործին։ Եվ մի փոքր ուզում եմ այս Երուսաղեմ, այսինքն Երուսաղեմը հրեաների համար դա նրանց տարածքն էր։ Եվ իմ եւ քո համար որն է Երուսաղեմը, դա մեր ընտանիքներն է, սիրելի քույրեր։ Եթե մենք մեր ընտանիքներում ծառայություն չենք անում, եթե մենք Աստծո խոսքով չենք դաստիարակում մեր երեխաներին, չենք փառաբանում, չէ, եկեղեցի չի մեր տան մեջ, սուտա քո մնացած ծառայությունները։ Եվ այստեղ շատ կարևոր է, որ դու լինես ծառայող քո տան մեջ, քո տարածքում, այսինքն Երուսաղեմում։ Եվ Յուդեյա, հա, այստեղ Հրեաստան է գրված։ Սա հայերեն կարծեմ Հրեաստան, Իսրայել, այսինքն, ամբողջ Իսրայել, այսինքն։ Եվ սա քո ազգն է, այսինքն Հայաստանը։ Ոչ միայն այն քույրերը, որոնք որ ուրիշ երկրներում են, դա էլ է քո ազգը դարձել։ Դրանք էլ ես դու կրում այդ ազգերին քո սրտի մեջ։ Այսինքն, երբ որ դու Երուսաղեմում կծառայես, Հիսուսն ասում է, եւ հերթականությունը շատ գեղեցիկ է գալիս։ Ինքը գալիս է տնից, երկիր, ազգ, կուլտուրա, մշակույթ, ամբողջ այդ ազգը եւ դա մեծ աշխատանք է, հավատացեք, մենք դեռ չենք արել այդ աշխատանքը։ Եվ ամենա կարևորը գնացեք Սամարիա։ Ամենահետաքրքիրը ինձ համար, որ Հիսուսն ուղարկեց նրանց Սամարիա, որ իրենց գրքերի մեջ գրված է, որ հրեաները իրավունք չունեին սամարացիների հետ հաղորդակցվելու, նրանց կրոնի հետ, նրանք սխալ էին համարում, նրանք աստվածապիղծեր էին, նրանց ուսմունքը կռապաշտություն էր, նրանք պիտի չհաղորդակցվեին սամարացիների հետ։ Անգամ արգելված էր, բայց Հիսուսը, հիշում եք, Հովհաննեսի 4-րդ գլխում է կարծեմ, որ հանդիպեց Սամարացի կնոջը, նա այն ժամանակվանից բերեց այդ shifting-ը, այդ փոփոխությունը բերեց եւ այստեղ նաեւ սովորեցրեց։ Սա հենց Հիսուսն է խոսում, գիտեք, հենց ինքն է ասում աշակերտներին, գնացեք Սամարիա։ Եվ սա ինչ էր, նաեւ Սամարացիներն էին ատում հրեաներին, գիտեք, Սամարացի կինը, երբ որ խոսում է, ուշադիր լսում ես, նրա մեջ կա այդ բարկությունը հրեաների հետ, դուք մեր հետ չեք շփվում, դուք, եւ այդ բարձր էին իրենց դասում, ինչպես մինչև այսօր հրեաները իրենց միշտ բարձր են դասել մնացած ազգերից։ Այսինքն, ովքեր են մեզ համար սամարացիները։ Սամարացիները նրանք են, որ քեզ անարգում են, որոնք ձեռ են առնում քո հավատքը, որոնք որ աթեիստներ են, ուրիշ կրոնների են պատկանում, կռապաշտներ են։ Եվ ամենադժվար մաս
սա է։ Եվ ես այս դպրոցներում, որ դասավանդում եմ, ճիշտ է, երեխեքին օքեյ դասավանդում եմ, բայց Աստված հետաքրքիր բան ա արել։ Տարվա մեջ մի 5-6 օր ունենք ամբողջ տարվա կտրվածքով, որ պետքա խառնենք բոլոր երեխաներին իրար, ու դա մեծ դասարաններ են, եւ նաեւ դասատուները եւ մեր կրոնի մասին պատմենք, եւ ես պատմում եմ այն կարևոր կետերը, մտածելով, որ սա իմ վերջի հնարավորությունն է, ես պիտի հենց հիմա ասեմ այն, ինչը որ ամենակարևորն է, եւ ինձ համար սա իմ Սամարյանն է։ Դու պիտի հասկանաս, որն է քո Սամարյան, դու ում ես ավետարանում։ Երբ որ լսեցին իմ Դեբորայի պատմության մասին, այդ անաստվածը դասատու աթեիստ, հա, այդ ես սխալ եմ ասում այդ բառը, աթեիստի դասատուն պատտվեց ինձ ասեց հուսանք որ լավ կլինի, ասի իմ հույսը իմ Աստծո վրա է եւ ես արդեն հավատքով վերցրել եմ Դեբորայի բժշկությունը եւ ինքը sense նայեց հակայա դա իրա հավատամքին, իրա սովորածին, իրանք 4-5 տարի սովորում են, որ Աստված գոյություն չունի ու ես եկել եմ իրան ասում եմ Աստված բժշկել է եւ ինքը ասում է օքեյ կտեսնենք ուրեմն թող քո ուզածի պես լինի գիտես եւ այո կտեսնենք եւ շատերի համար վկայություն կլինի դա իմ Սամարյանն է դու պիտի գտնես քո Սամարյան եւ շատ կարեւոր է սիրելի քույրեր որ դու ունենաս ընտանիքում ծառայություն քո երկրի համար ծառայություն եւ քո Սամարիայի համար ծառայություն եւ սրանով չի սահմանափակվում, եթե ուշադիր կարդում ենք, եւ գիտեք, ես սիրում եմ ուշադիր կարդալ Աստծո խոսքը, եւ մի րոպե, Սամարիայում եւ միջև երկրի ծայրերը, եւ չի բավարարվում, վերջի բանն էլ ասում, մինչև երկրի ծայրերը, Սամարացիներին, որ պրծար, գործը չի պրծել, դու պիտի ավետարանես ամբողջ աշխարհով մեկ։ Տես ես խոսում էինք տղայիս հետ ասում եմ ես սիրում եմ իմ աշխատանքի արդյունքը տեսնել, բայց երբեմն չենք տեսնում։ Ինտերնետում իմ քարոզները կան, սոցիալական ցանցերում ես անընդհատ վկայում եմ Տիրոջ մասին եւ չգիտեմ ովքեր են կարդում։ Ինչ շատ հաճախ անծանոթներ նամակ են գրում, աղոթք են խնդրում։ Այնպես չի միշտ կտեսնենք մենք մեր գործերի արդյունքը, բայց նաև շատ գեղեցիկ է, որ տեսնում ենք, շատ պետքական է նաև մեր հաջորդ ընթացքի համար։ Եվ կան իրավիճակներ, դուք օրինակ իմ համար մեծ նշան եք, այն քույրերը, որոնք որ աճել են հոգևոր, հզոր գեներալներ են դարձել, աղոթողներ, խլողներ, պոկողներ, դուք իմ ուրախությունն եք, իմ վկայությունն եք, իմ չգիտեմ, հպարտությունն եք, ինչպես Պողոս Առաքյալը Կորինթացիների մեջ ա գրվում, ես ուրախանում եմ ձեզանով, եթե հպարտանալ բառը մեղք կհամարվի, ես ուրախանում եմ, երբ որ տեսնում եմ այն աշխատանքը, որ արվել է, անիմաստ չի եղել։ Ես հիշում եմ Զատկի տոնին, Հարության տոնին մի երկար նամակ ստացա մի քույրիկից եւ ասեմ որ երբ որ Աբրամի հետ հիվանդանոցն էի ինքը շատ պահում էր Կարենիս, օգնում էր մեզ, մեր հարևանն էր, հայկին էր եւ տեսնում էր մեր աղոթքը, մեր ընթացքը, հետո մեր տունը սկսեցին ծառայություններ լինել, տնային խմբակներ, մեկ-մեկ անմիջական գալիս էին, լսում էին, ամուսինը էլ մեր դուրսը ծխում էր, ներս էր գալիս, կիսատ պռատ լսում, հավաքվում գնում էին, այն որ ասում եմ, ոչ հմում էին, ոչ գմում էին, բայց ինչ որտեղ սերմ էր, ցանվում էր իրանց մեջ։ Հետո տեղափոխվեցին եսի մուր, մենք եսի մուր, ու իրար հետ մեր կապը պարզապես ինտերնետով, Facebook-ով էր։ Եվ այս Զատկի տոնին մի մեծ երկար նամակ էր գրել ինձ, որ այսօր իրանք Աստծո
եկեղեցում ծառայողներ են օծել իրենց, որ իրանք հզոր աստվածային շնորհք են գտել ու Իշնորհիվ ձեզ, ձեր արած աշխատանքի, ձեր աղոթքների, եթե դուք չլինեիք այդ ժամանակ մեր կողքին, մենք չէինք լինի այսօր Աստծո տանը եւ Աստծո ծրագրերի մեջ։ Գիտես, աչքերս լցվեցին, որովհետեւ բաներ կա, որ ցանում ես, անցնում ես, անգամ չես էլ մտածում, բայց պտուղ ա տալիս ու շատ կարևոր ա պտուղը։ Իհարկե մեր համար չի այդ պտուղը, Փառք Տիրոջը, որ ըլնում է այդ պտուղը, բայց ուրախություն ա գալիս, որ ցանածդ անիմաստ չի եղել կամ սատանան չի գողացել այդ սերմերը, այլ արդյունք ա տվել։ Փառք Տիրոջը այդ վկայությունների համար։ Եվ ամբողջ աշխարհով մեկ քույրեր ջան, Փառք Տիրոջ այսօր ինտերնետ գոյություն ունի, բոլորս կարող ենք ծառայել, վկայել, մի կարճ խոսքով կիսվել, վկայությունով կիսվել եւ ինչ գիտես քո վկայությունը ում կյանքում ինչ կանի։ Եվ երբ որ այս ասեց, ահա թե այստեղ ա գրված, եւ երբ որ այս ասեց, վերացավ եւ մի ամփ վեր առավ նրանց աչքերից, ասեց ամենակարևորը եւ գնաց հոր աջ կողմը նստելու եւ ցերեկ ու գիշեր բարեխոսելու մեզ համար եւ տներ պատրաստելու եւ այլն, այնքան բաներ կա երևի անում ա Հիսուսը, մենք չգիտենք էլ, այն ինչ որ գիտենք Աստվածաշնչից արդեն շքեղ ա, արդեն բավական ա եւ ոչ ոք մեր համար չի արել այդքան, ինչքան մեր Տեր Հիսուսն է անելու։ Եվ դեռ նրանք աչքերը ուղղած մտիկ էին տալիս դեպի երկինք, նրա գնալիս, ահա երկու մարդիկ երևցան նրանց սպիտակ հանդերձներով եւ ասեցին. «Ով գալիլեացի մարդիկ, ինչ եք կանգնել եւ մտիկ եք անում դեպի երկինք։ Այս Հիսուսը, որ ձեզանից վերացավ երկինք, այսպես կգա, ինչպես նրան տեսաք երկինք գնալուց»։ Այն ժամանակ ետ դառան Երուսաղեմ Ձիթենյաց անվանված սարից, որի մոտ էր Երուսաղեմից շաբաթ օրվա ճանապարհի չափ։ Մինչև այստեղ այսօր ուզում եմ խոսեմ եւ մյուս անգամ շարունակենք։ Գիտես, այստեղ հանդիպում երկնայինի հետ, Հիսուսի հետ, հրեշտակների հետ, ահա խոստումի զորությունը, ահա երկնայինի համագործակցությունը, զորության ներգործությունը, սա այնքան զորավոր է։ Այսօր այնքան դատարկ քրիստոնյաներ կան, երբեք գերբնական բաներ չտեսած, երբեք հանդիպումներ չունեցած, երբեք զորություն չտեսած, չներգործած, եւ այստեղ աշակերտների կյանքում մի հատ այնպիսի դրոշմ ա դնում Տեր Հիսուսը, որ բավական ա լինում գնալու եւ նահատակվելու Տիրոջ գործի համար, սերմ ցանվելու հողի մեջ քրիստոնեության տարածման համար եւ հրեշտակները ամենագեղեցիկ պատգամներից մեկն է եւ մեզ համար շատ կարեւոր սիրելի քույրեր, որովհետեւ ոնց որ գնաց, այդպես գալու է, ասում են հրեշտակները։ Եվ այսօր երբ որ կարդում էի, ամբողջ ներսս թրթռում էր, ասում էի Տեր Հիսուս, տենալու ենք այդ փառահեղ գալդ եւ շատ ավելի զորավոր ա գալու, որովհետեւ Հիսուսը սենց մենակով գնաց, բայց երբ որ գա, գրված ա, որ բյուր ավոր հրեշտակներով ա գալու, զորավոր ձևով, ձի վրա նստած գրված ա հայտնության մեջ, գալու ա փառահեղ ձևով եւ հանդիպելու ենք ամպերի մեջ, նույն այդ փառքի զորությանը հաղորդ ենք լինելու մենք։ Սքանչելի ա մեր Տեր Հիսուսը, իր խոստումները, իր խոսքերը եւ փառք Տիրոջը, շնորհակալ ենք Տիրոջից իր խոսքի համար։ Օրհնված են բոլոր հավատացողները, ովքեր այս խոսքերը ոչ թե հեքիաթի տեղ են դնում, այլ ճշմարտության եւ իրականության մասնիկն ա մեր կյանքի դարել եւ ամենակարևոր խոսքերն ա մեր կյանքերի դարել։ Հայր, շնորհակալ եմ քո խոսքի համար, շնորհակալ եմ Տեր, այս մի կես գլխի մեջ, որ դու այսքան խորը բաներ ես դրել մեզ համար, Տեր, շնորհակալ եմ քեզանից։
Օրհնում եմ քո սերմը, որ ցանեցիր, Տեր, եւ թող պաշտպանված լինի քո սերմը, Տեր, թող քո հրեշտակները, Տեր, ջրեն այդ սերմը եւ պտուղ տա հարուրապատիկ, Տեր, Հիսուս Քրիստոսի զորավոր անունով շնորհակալ ենք քեզանից, Տեր, օրհնում ենք մնացած ժամերը, թող փառավորվես, սիրելի Հայր, մեր միջոցով եւ մեր կյանքերում, հավիտյանս հավիտենից, ամեն։